Քվեարկության նախորդ օրը փակցնելու են տեղամասերում։ Այսպիսի մի հատը փակցվելու է հենց տեսախցիկի դեմ դիմաց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ցույց է տալիս նյութերը, որոնք պատրաստվել են համապետական քվեարկությունը պատշաճ կազմակերպելու համար։ Դրանք կտրվել ընտրական տեղամասերին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ԶԼՄ ներկայացուցիչներին։ Քվեաթերթիկները կտպագրվեն սահմանված ժամկետում։ Մինչև 10 օր առաջ կուսակցությունները իրավունք ունեն ինքնաբացարկ ներկայացնելու։ Իսկ մենք պիտի սպասենք, որպեսզի համոզվենք, որ 19 քաղաքական ուժից որևէ մեկը ինքնաբացարկ չի տալու, կարող է ինքնաբացարկ տալ։ 28-ին նիստ կանենք, քվեաթերթիկների նմուշները կհաստատենք ու նմուշները կուղարկենք տպարան։ Առաջիկա օրերին պատրաստ կլինեն բռալյան կաղապարները, որոնցում կտեղադրվեն քվեաթերթիկները։ Դրանք տեսողության խնդիր ունեցող անձանց ինքնուրույն քվեարկելու հնարավորություն կտան։ ԿՀ ղեկավարի աշխատասենյակի մի քանի մետր երկարությամբ սեղանը նույնիսկ այս օրերին չի բավարարում քննարկումների բոլոր մասնակիցներին տեղավորելու համար։ ԿՀ ստորաբաժանումների ներկայացուցիչներն այստեղ հավաքվում են նույնիսկ օրը մի քանի անգամ, քննարկելու ընտրական օրակարգին վերաբերող տարբեր հարցեր։ Այս ընտրությունները հանրային ուշադրությամբ առանձնանում, ավելի ճիշտ միջազգային ուշադրությամբ։ Եթե այս ընտրությունները համեմատելու լինենք օրինակ 21 թվականի հետ, այն միջազգային ուշադրությունը, որ կա այս 26 թվականի ընտրությունների նկատմամբ, երբևէ չի եղել։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի այդ մասին է վկայում նաև, որ Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատները դիմել են քվեարկության օրը ընտրական տեղամասեր այցելելու համար։ Ընտրատեղամասերը 1996-ն են, գումարած 9 քվեակատարողական հիմնարկ։ Շրջիկ քվեատուփեր կլինեն ձերբակալվածների պահման վայրերի եւ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարյուրավոր նամակներ է ստանում քաղաքացիներից տարբեր հարցերով։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելուց մինչև ընտրացուցակներ։ Շատեր իրենց տվյալները չեն գտնում ցուցակում։ Այս դեպքում ԿՀ նրանց ուղղորդում է դիմել լիազոր մարմին։ Շատ են նաև մեր այն քաղաքացիների կողմից հարցեր, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ հետաքրքրվում են, թե արդյոք կա էլեկտրոնային քվեարկության ինչ-որ եղանակ։ Այս դեպքում էլի միշտ ծանոթում ենք, որ էլեկտրոնային քվեարկություն չկա, էլեկտրոնային քվեարկություն կա բացառապես մեր դիվանագետների եւ հյուպատոսների եւ իրենց ընտանիքների անդամների համար, ինչպես նաեւ ՊՆ ուսման մեջ գտնվող մեր զինծառայողների համար, ովքեր արտերկրում են ուսանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջին անգամ կկազմակերպի վերապատրաստման դասընթաց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի համար։ Անսպասական կարելի է հարայն հեռուստաընկերությունից Կուսակցությունների համար կվերապատրաստեն դասընթացավարների, վստահված անձանց համար դասընթաց կազմակերպելու։ Գործընթացը այս ուրբաթ շաբաթ կիրակի արդեն մեկնարկել է։ Իրականացնելու ենք վստահված անձանց դասընթացավարների գլխավոր ուսուցումը, գլխավոր դասընթացավարների ուսուցում, որոնք իրենց հերթին ուսուցանելու են կուսակցությունների ներկայացուցիչներին որպես վստահված անձանց դասընթացավարներ։ Դրա կարիքը հետևյալի պատճառով է առաջացել։ Կոնֆլիկտների մեծ մասը տեղամասային կենտրոնում լինում է տեղեկատվության եւ գիտելիքի տարբերության պատճառով, Տեղեկատվության ասիմետրիան տեղամասային կենտրոնում հաճախ առաջացնում է կոնֆլիկտներ։ Դրա համար անգամ մենք հումոր ունենք, որ լավ կլինի, որ բոլորը նույն ընտրական օրենսգիրքը սովորեն։ Եվ մենք ոչ միայն դա սկսել ենք ասել, այլ սկսել ենք անել։ Ազգային ժողովի ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ վերազինում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տեղեկատվական տեխնոլոգիաները, թարմացնում համակարգիչներն ու անվտանգության սարքավորումները։ Տպագրության գործը արագացնում է բազմաֆունկցիոնալ տպիչ նոր սարքը։ Տպում, ծալում եւ ստեպտերում միանգամից անում է։ Միջին քանակները մինչև 500 քանակը արագ տպում ենք այստեղ, ըստ անհրաժեշտության, եթե կարիք է լինում, տպագրությունը նորից անում ենք։ Մեր պլանավորած քանակների, մեծ քանակների իհարկե գնում են տպարան։ Այստեղ են տպագրվում նաև վկայականները միջազգային դիտորդների։ Միջազգային դիտորդական առաքելությունների հավատարմագրման տվյալները ամփոփվում են։ Հունիսի 7-ի ընտրությանը կհետևի տեղական 13 դիտորդական առաքելություն։ Ընտրությունն այս պահի դրությամբ կլուսաբանի տեղական 60, օտարերկրյա 80 լրատվամիջոց։ Հայտագրման վերջնաժամկետը մայիսի 28-ն է։ Լուիզա Ավետիսյանը ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ աշխատանքների կազմակերպման ընթացակարգը։ 38 հանձնաժողովից 10-ը Երևանում է, 28-ը մարզերում։ Բարև ձեզ, պարոն Նազարյան։ Կապի մեջ Արմավիրի 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է, որը տեղեկություններ է ԿՀ-ին հաղորդում նախընտրական Արմավիրի մասին։ Քարոզչական պաստառների հետ կապված, այսինքն ստուգումներ իրականացնում եք, դրանք ճիշտ տեղում են փակցված, թե ոչ։ Շրջանցել ենք կատարում, երեկ ենք կատարել, այսօր ենք կատարել։ Սահմանված վայրերում արդյոք քարոզչական պաստառներ փակցված չեն։ Եթե նկատում ենք ոչ սահմանված վայրում պաստառի արկայություն
այսօր մենք անգամից ազդանում ենք համայնքին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցնում են տեղամասը ժամանակավոր փոխելու համար քաղաքացիները պետք է լիազոր մարմին դիմեն մինչև մայիսի 26-ը, ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին։ Խնդիրները մեր կանխատեսածից քիչ են։ Դա ակին լավ։ Ազանգելիթից օպերատիվ ենք արձագանք։ Արագ գնում ենք խնդիրը լուծելու ճանապարհը, ոչ թե վարչարություն, ասենք արագ, ասենք նիստ հravirել եւ այլ, չէ մենք, որովհետեւ այդ ժամանակը, որ մենք ծախսենք, նշանակում է, եթե որը մեկ օրինակ սխալ պաստառը փակցրել, մենք եթե պետք է գնանք այդ նիստ հravirենք եւ այլ այս ճանապարհով գնանք, այդ պաստառը, ասենք եւս մեկ օր մնալու է սխալ տեղում փակցրած։ Աշխատանքը շատ հստակ է, ուղղակի միանգամից համայնքի ղեկավարներին համանքապետարանին զգուշացնում ենք, ասում ենք ձեր տարածքում կա սխալ փակցված, չնախատեսված տեղում փակցված պաստառ։ Իսկ ձեր պարտականությունն է վերացնել։ Գլխավոր պաստառը Վահանակը, որի ֆոնին նաև լրատվամիջոցներն են թարմ տեղեկությունները ԿԸՀ-ից փոխանցում հանրությանը, պատրաստ է։ Սա էլ մեր մամուլի սրահն է, որտեղ այդ օրը իրականացվելու է ուղիղ եթերով հեռարձակումը, ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն։ Ուղիղ եթերի հեռարձակումը իրականացվելու է Հանրային հեռուստաընկերության միջոցով եւ դրան հասանելիություն են ստանալու նաև մուլտիպլեքսի մեր մյուս գործընկերները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ օրս ուժը կորցրած է ճանաչել քաղաքական տարբեր ուժերի ընտրացուցակներում ընդգրկված падգամավորի մոտ 6 տասնյակ տեխնացուի գրանցումը։ Նրանք ինքնաբացարկ են ներկայացրել։ ԿՀ-ն չէր գրանցել երկու ուժի առաջին համարի վարչապետի տեխնացուի։ Խորհրդարան անցնելու համար կպայքարի 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն, 2 դաշինք։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, Արմեն Գրիգորյան, Կիրակնորյալ օրեր։